քաղաքացիներ, դրա համար սրանք ստանդարտ ընտրություններ չեն, մենք այո սոցիալական հարցերով ենք քննարկելու, բայց անկյունակարը մեր ինքնությունն է։ Ինքնություն ասելով էլ տենց ինչ-որ երևակայական բաներ չէ։ Հայկական ընտանիքը, հայկական մշակույթը, լեզուն, մեր սոցիալ մշակութային կապերը, մեր առաքելական եկեղեցին, մեր պետությունը ընդհանրապես, մեր հայկական են ուզում մեր պետությունը լինի, թե ինչ-որ այլ բովանդակությամբ։ Այս ընտրությունն է, դրա համար կարծում եմ սա ամեն հայի շատ անձնական ընտրություն է, շատ անձնական։ Դրա համար այդ ընտրությանը չմասնակցելը մի քիչ չեմ պատկերացնում, իսկապես սա անձնական կյանքին ամեն մեկի առնչվող ընտրություն է։ Այսը որ սրա վրա պիտի կենտրոնանանք, իշխանություններից ակնկալելով, որ ինչ որ հիմա տեսնում ենք, բազմապատկվելու է ռեպրեսիաները, ինչպես ասացիք, վստահ եմ, որ բազմապատկվելու է, մենք վստահ ենք, որ պատահաբար չենք լսում Մոլդովա բառը ընթացքում եւ Ռումինիա տարբերակը դեռ չենք լսում, բայց կլսենք, այո, իշխանությունները գնալու են ցանկացած քայլի իրենց վերարտադրությունը ապահովելու համար, ես առիթից օգտվելով ուղղակի Միքայել Աչապանյանը ինչպես է ձևակերպել, եթե իրենք պատրաստ են ամեն ինչի, մենք էլ պիտի պատրաստ լինենք ամեն ձև մեզ պաշտպանելու, չէ՞, մոտավորապես իշխանությունը պիտի իմանա, որ իր գործողությունները հակազդեցություն են առաջացնելու։ Հակազդեցություն, երբ որ ես ասում եմ, ես օրինականության մասին եմ խոսում, բայց ինքը չի կարող ինտրական ակտիվ փուլում, լարված փուլում ընդդիմադի ուժերից մեկին չգրանցել, հանել ցուցակներից եւ մտածել, որ դա ուղղակի անցնելու է եւ մյուս ընդդիմադիրներն էլ ուրախանալու են, որ ինչ լավ է, մեկը դուրս եկավ ընտրապայքարից։ Դա այդպես չի լինելու։ Դա հակազդեցություն է առաջացնելու։ Եթե դուք մարդկանց փոխանցելու եք ուղերձ, որ մենք խլում ենք ձեզնից ձեր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորությունը, դա օբյեկտիվորեն հակազդեցություն է առաջացնելու։ 100 անգամ մտածեք, արդյոք դուք ուզում եք այդ հակազդեցության նոր օջախ, ու դա ձեզ շահավետ է, թե ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, այս ուղերձները պիտի փոխանցվի, որ այնպես չի լինելու, որ մնացածը ծափ տանք, եթե ուժերից մեկին հեռացվի սա։ Ընդհանուր խնդիր է, լուծելու ենք ընդհանուր ուժերով։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, այո